Ես հակիրճ էքսկուրս կանեմ, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 8-ից, այսինքն ընտրությունների հաջորդ օրվանից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածը մեր կուսակցությունը ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Անմիջապես ընտրություններից հաջորդ օրը հունիսի 8-ին մենք հանդես եկանք հայտարարությամբ, որով միանշանակ մերժել ենք ընտրությունների արդյունքները եւ դրա որպես գործուն քայլ, որպես դրսևորում այդ հայտարարության հետևողականության մենք վիճարկել ենք ամբողջ Երևան քաղաքի բոլոր ընտրատարածքային ընտրական տեղամասերում վիճարկել ենք ընտրության արդյունքները, խնդրել ենք վերահաշվարկ իրականացնել։ Գիտեք, որ Երևան քաղաքում վերահաշվարկի համար դիմում ենք ներկայացել բոլոր ընտրատեղամասեր եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, այդ մասին նաեւ հայտարարությամբ հանդես եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նաեւ նման դիմումներ ներկայացվել են մի շարք մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Վերահաշվարկից հետո հաջորդ քայլը, որը մենք իրականացրինք, ըստ էության 17 ընդդիմադիր ուժերից 2 ընդդիմադիր ուժերն էին, Ուժեղ Հայաստանը եւ Միացյալ Թևեր կուսակցությունը, որոնք դիմում են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրելով 101-րդ հոդվածի հիման վրա ընտրական օրենսգրքի անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրությունները եւ նշանակել վերաքվեարկություն։ Չհաշված նաև ԲՀԿ-ն, որը եւս դիմում էր ներկայացել, բայց այնտեղ ժամկետների պահպանման խնդիր կար ու այդ դիմումը չքննարկվեց։ Հունիսի 14-ի այդ որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դրա վերաբերյալ մենք 3 հանդես ենք եկել հայտարարությամբ, չընդունելով այդ որոշումը, համարելով այն ոչ իրավաչափ, առնվազն մի շարք օրենսդրական խնդիրներ եւ օրենքի պահանջներին հակասող լինելու հիմքով եւ հայտարարել ենք այնպես ինչպես նախկինում ենք հետեւողական եղել հետագա իրավական քայլեր ձեռնարկելու հանձնարարության մասին։ Սա կարևոր արձանագրում է, կուզենայի հատկապես շեշտել տեր կանգնելու մեծ ձայն տված այդ 33537 քվեներին, որովհետեւ այդ մարդիկ եկել են ընտրության եւ մտել են ընտրատեղամաս հավատալով մեզ, ձայն են տվել մեզ եւ մենք մինչեւ վերջ բոլոր օրենքով չարգելված իրավաչափ եղանակներով գնալու ենք մինչև վերջ, պաշտպանելու այդ քվեները։ Այդ թվում դիմելու ենք սահմանադրական դատարան։ Ինչ է տալու ձեզ։ Հիմա ես եթե թույլ տաք հարցերի համար հիմա կբացենք հարթակը, կարծում եմ, եթե թույլ տաք ես նաև կարճ կներկայացնեմ, թե որն է մեր դիմումի էությունը, որովհետև այստեղ շատ է խոսում քվեարկության արդյունքների մասին, բայց մեր ամենևին չանտեսելով դա եւ շատ կարեւորելով մենք կարծում ենք, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը այն պատճառով եւ այն հիմքերով, որ նախընտրական ամբողջ process-ի ընթացքում ընտրողների վրա, մեր քաղաքացիների վրա գործադրվել են, կիրառվել են այնպիսի միջոցներ, հատկապես իշխող քաղաքական ուժի մասին է խոսքը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ պետական ապարատի, որ ընտրողները չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը ընտրատեղամասերում, այսինքն բառացիորեն խախտվել է սահմանադրությամբ պաշտպանվող ընտրության ազատությունը, այսինքն ընտրությունները չեն եղել ազատ եւ հավասար։ Դե սահմանադրության տեքստը նայեք, կտեսնեք, որ սկզբունքներ կան ընտրության եւ այդ ընտրության սկզբունքներից երկուսը ընտրությունների ազատությունը եւ հավասարությունը խախտված է եղել հենց ընտրության օրը։ Այն գործողությունների արդյունքում, որոնք եղել են ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Դրանք մի քանիսն են, մի քանի խումբ են։ Նախ եւ առաջ կուզենայի անդրադառնալ եւ շեշտել պետական ռեսուրսի աննախադեպ կիրառումը եւ չարաշահումները, որոնք եղել են ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Մենք բազմաթիվ օրինակներ ենք ներկայացրել եւ ընդդիմադիր ուժերը եւս իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացրել են կոնկրետ դեպքեր, թե ինչպես է պետական ռեսուրսը, վարչական ռեսուրսը օգտագործվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից քարոզարշավի ժամանակ եւ նաեւ ներկայացվել են ապացույցներ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ես ցավում եմ, որ այդ ապացույցներին հանձնաժողովը այդպես էլ անդրադարձ չկատարեց, ինչպես որ պետք է աներ ըստ օրենքի։ Օրինակ դրսևորումներից մեկը այն էր, որ հիշում եք, հրապարակեցինք մենք ձայնագրություններ, թե ինչպես են տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարներին ստիպում, որպեսզի մարդկանց հավաքագրեն, ուսուցիչներին հավաքագրեն եւ տանեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավաքներին եւ դրա մասին հաղորդում ներկայացրեցինք մայիսի 18-ին Հայաստանյան գլխավոր դատախազություն չունենք այս պահին որևէ արձագանք եւ ընթացք այդ գործի մասին։ Տարբեր համայնքներում եւ
մոտ 2 տասնյակի հասնող օրինակներ են դարձյալ ներկայացրել հանձնաժողովին, այն համայնքներում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը ավագանի է ձևավորել եւ ունի համայնքի ղեկավար, ընդունվել են որոշումներ համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի մակարդակով նախընտրական քարոզարշավի ժամանակ, օրինակ տարբեր քաղաքացիների անհատույց գույք տրամադրելու, նվիրատվություն իրականացնելու, ֆինանսական օժանդակություն տրամադրելու, գույքը հարկից եւ այլ պատասխանատվության այլ միջոցներից ազատելու վերաբերյալ եւ այդ անձին գնացել են ընտրատեղամաս։ Երբ որ համեմատում ենք տվյալները, ուրեմն գրանցամատյանների, ընտրության ժամանակ այդ ստորագրությունների հետ քաղաքացիների կողմից տրված, մենք տեսնում ենք, որ այն անձինք, ովքեր որ ստացել են այդ գույքերը, նրանք ազատվել են որոշակի հարկային պարտավորություններից, հետագայում նաև մասնակցել են ընտրություններին։ Սա կոնկրետ տենդենս է, եւ սա միայն մեկ օրինակ է։ Գիտեք, հանձնաժողովը երբեմն այսպես հայտարարություններով հանդես է գալիս, որ այդ չկա որևէ բացահայտում, չեք դիմել, ժամանակ ունեի, կարող եք դիմել, այստեղ լեգիտիմ հարց է առաջանում։ Նախընտրական քարոզարշավը քաղաքական ուժերի համար իրենց ծրագրերը եւ իրենց մոտեցումները ներկայացնելու ժամանակահատվածն է։ Քաղաքական ուժերը չպետք է ընկած լինեն իրավախախտումները բացահայտելու գործիքներ կամ գործողություններ իրականացնելով։ Դա պետության պարտականությունն է, իրավապահ մարմինների պարտականությունն է։ Եթե կներեք, բայց եթե կուսակցությունները պիտի այդ ամբողջ 25 օրվա կամ 30 օրվա ընթացքում քարոզարշավի իրենց ուժերով ընկնեին ու բացահայտեին այս բոլոր իրավախախտումները, ինչի համար ուրեմն իրավապահ մարմիններն ու պետական ապարատը, մի քանի հազար աշխատակից ունեցող պետական ապարատը։ Եվ մենք կոնկրետ օրինակներով ենք ցույց տվել այն տենդենսը, այն ալիքը, որը եղել է ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այո։ Անվավեր ճանաչել եւ վերակրթություն նշանակելու։ Հասնենք դրան։ Վերակրթություն նշանակելու, բայց լիազորություն Չէ, այնտեղ կետեր կան, որտեղ որ ուրեմն սահմանադրական դատարանը անվավեր ճանաչելուց հետո ինչ գործողություններ է իրականացնում, մանդատների նոր բաշխում եւ եթե չեմ սխալվում, այո, եւ երկրորդ փուլի նշանակում ընտրությունների։ Անվավեր ճանաչվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ազգային ժողովի ընտրությունները կայացած համարելու եւ մանդատների բաշխման վերաբերյալ հունիսի 14-ի որոշումը։ Եվ նոր մանդատների նոր բաշխման նոր հակսահմաններ։ Ներողություն։ Տեսեք, դա սահմանադրական դատարանի լիազորությունն է, թե ինքը որ լիազորությունը կկիրառի եւ կախված կլինի սահմանադրական դատարան։ Այս պահին թույլ տվեք դրա մասին, այսպես նաև տակտիկական առումով շատ չբացահայտել, որովհետև մենք ունենք բացի սահմանադրական դատարան դիմելուց այլ մի քանի այլ իրավական ընթացակարգեր, որոնց մասին 1-2 օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգանք, դարձյալ այս պահին նպատակահարմար չենք համարի դրա մասին բարձրաձայնելը։ Սոցիալական եւ աշխատանքային կապվածության օգտագործումը, ուրեմն հավելավճարները, որոնք որ բաշխվել են պետական ծառայողների նախընտրական process-ի ընթացքում, աննախադեպ են եղել իրենց ծավալով, անգամ միլիոնների հասնող բակի հավճարներ են, եւ սա եւս պետական ռեսուրսի օգտագործում է։ Մեր համոզմամբ ամենաակնառու խնդիրը, որ տեսել ենք եւ ներկայացրեցինք հանձնաժողովին, քարոզության անհավասար պայմաններն էին հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով։ Եթե դուք նայել եք նախընտրական ուրեմն հիմնադրամի վերաբերյալ քաղաքացիական պայմանագրի ներկայացրած հաշվետվությունը, ապա այնտեղ առնվազն մեկ դրվագ է ներկայացնեմ, 130 անշարժ գույք է ներկայացած, որոնք անհատույց են տրամադրված եղել այս ուժին։ Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի հաշվետվության մեջ, եթե անհատույց է գույքը տրամադրվում, առնվազն շուկայական արժեքը նշվի, այսինքն այն արժեքը, որը կլիներ, եթե նորմալ պայմաններում դու վարձակալեիր այդ գույքը։ Եվ մեկ օրինակով մենք հանձնաժողովին ցույց տվեցինք, որ Պրոշյան համայնքում, որտեղ նաև մեր կուսակցությունն ունի վարձակալած գույք, նույն փողոցի վրա քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է այդ գույքը 10 անգամ էժան։ 20,000 դրամ հայտարարվել է որպես շուկայական արժեք, այն դեպքում, երբ այդ փողոցի վրա, նույն փողոցի վրա ԿՊ-ին հարևանությամբ մեր ուրեմն ձեռք բերած վարձակալած գրասենյակը 10 անգամ ավելի բարձր գին ունի, բարձր արժեք ունի, եւ սա վերաբերում է մնացած բոլոր 129 անշարժ գույքերին։ Դրանով է պայմանավորված, որ Միացյալ Թևերը միջնորդություն ներկայացրեց, խնդրելով առաջին ներգրավել փորձագետ, եթե դա անհնար է համարում հանձնաժողովը, հետաձգել նիստը ու մեծ ժամանակ տրամադրել, որպեսզի մենք ինքներս ներկայացնենք փորձագիտական եզրակացություն այդ մասով։ Սա ինչու եմ հատկապես կարևորում, որովհետև արժեքը
հիմնադրամի սահմանափակված է օրենքով 800 միլիոն դրամը չի կարող գերազանցել, այն դեպքում, երբ որ քաղաքացիական պայմանագրի մոտ դա 798 կամ 99 միլիոն դրամ է արդեն հայտարարված։ Հետևաբար մեր համոզմամբ այս գույքերի արժեքը էականորեն գերազանցելու էր նախընտրական հիմնադրամի շեմը, ինչը առաջ է բերում կոնկրետ իրավական հետևանքներ, ընդհուպ մինչև կարող էր քաղաքացիական պայմանագրի գրանցումը անվավեր ճանաչվել։ Մեկ այլ կարևոր հանգամանք, որ մենք չենք տեսնի ներկայացված հաշվետվության մեջ գեթ մեկ աշխատողի վերաբերյալ տվյալ, այսինքն որ որևէ աշխատակից մասնակցություն է ունեցել նախընտրական քարոզարշավին քաղաքացիական պայմանագրի դեպքում։ Այն դեպքում, երբ որ մենք ներկայացնում ենք մեր բոլոր աշխատակիցները եւ պայմանագրերը եւ ծախսերը, որոնք որ կատարվել են, չկա գեթ մեկ գործավար, որը քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում աշխատում է եւ մասնակցություն է ունեցել քարոզարշավին։ Անկամ եթե այս անձին կամավորական սկզբունքներով են մասնակցել, ապա դա որպես նվիրատվություն, որպես անհատույց ծառայություն եւս պետք է հիշատակված լիներ ներառված լիներ նախընտրական հիմնադրամում։ Մեկ ավելի պարզ օրինակ, երբ կա արգելք բարեգործություն իրականացնելու, իսկ քաղաքացիական պայմանագրի առաջին համարը այսպես անսահմանափակ կերպով բաժանում էր հայտնի թխվածքաբլիթները, որը համարվում է սնունդ, սննդամթերքի անվտանգության մասին օրենքի, ինչն արգելված է կոնյակ, խմելու ջուր եւ այլն եւ այլն եւ այլն։ Փոքրիկ իսկ խախտումների դեպքում մենք մեր ուժը, օրինակ մեր ուրեմն վարձակալած տրանսպորտային միջոցները ենթարկվել են վարչական պատասխանատվության առանց որևէ հիմնավորման։ Հենց այնպես, օրինակ կայանված է եղել Իջևանում քաղաքացիական պայմանագրի կուսակցության ընտրական շտաբի դիմաց եւ ուրեմն տրանսպորտային միջոցին ենթարկել են պատասխանատվություն։ Իհարկե հետո վիճարկվել է, անվավեր է ճանաչվել դա, բայց դա ուղղակի ընդդիմադիր ուժի նկատմամբ կիրառվող ռեպրեսիվ միջոց է, որը ռեսուրս է տանում, ժամանակ եւ միջոցներ ընդդիմադիր ուժերից։ Մայիսի 25-ին Գյումրիում ընտրարշավ էր իրականացնում, քարոզարշավ էր իրականացնում քաղաքացիական պայմանագիրը համերգ կազմակերպելու միջոցով, այդ նույն ժամանակահատվածում մեր ուժի քարոզիչները իրականացնում էին ուրեմն նախընտրական քարոզչական այդ թերթիկների բուկլետների բաժանում եւ պարեկային ծառայության կողմից արգելվել է մեր քարոզարշավը պայմանավորված նրանով, որ ժամը 9-ից հետո, երեկոյան 9-ից հետո քարոզարշավ չեն իրականացնում։ Դա որտե՞ղ։ Գյումրի քաղաքում մայիսի 25-ին։ Ես շատ շմանամասն եմ իրավապահ համակարգի ուրեմն անգործության մասին, երբ որ եւ դատախազություն եւ ոստիկանություն ներկայացել են հաղորդումներ, անցել է շուրջ 1 ամիս եւ մինչ օրս մենք չունենք որևէ արձագանք բարույցներ նախաձեռնված լինելու կամ դրանց մերժման վերաբերյալ, մեր հաղորդումների մերժման վերաբերյալ։ Տեղեկատվական եւ մեդիա դաշտի մասով ցավոք սրտի մենք այնպես ինչպես ակնկալում էինք, բախվեցինք այդ իրողության հետ, 15 միլիոն եվրո տրամադրել էր Եվրոպական միությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար եւ ինչպես մենք կանխատեսում էինք, այդ միջոցները կարծում եմ գործադրվել են հենց ընդդիմությանը ճնշելու եւ գործող քաղաքական ուրեմն իշխանության կողմից միջոցները հիբրիդային միջոցները չարաշահելու, հիբրիդային միջոցներ կիրառելու վրա, երբ որ հատկապես նախընտրական քարոզարշավի վերջին հատվածում արհեստական բանականության միջոցով գեներացվում էին կեղծ խոսույթներ ու ապատեղեկատվություններ տարածվում եւ այդ միջոցները մեր համոզմամբ չեն օգտագործվել այն նպատակի համար, ինչի համար որ տրամադրվել էին։ Իհարկե ես եւս մեկ անգամ կհիշատակեմ, որ քվեարկության օրը եւս եղել են խախտումներ, այսինքն չի սահմանափակվել խախտումները բացառապես նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ դրա բառապացույցը հենց այն 3 ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն էր, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպես էլ որի մասով այդպես էլ հետևանք չարձանագրեց, թե ինչ պետք է լինի այդ անվավեր ճանաչումից հետո, համարելով, որ ըստ էության դրանք չեն ազդում ընտրության արդյունքների վրա։ Վախի տոտալ մթնոլորտ, որի մասին նաև բևեռացման մասին նաև խոսել է ԵՀԿ ԺՄԻԳ-ի իր զեկույցում, մենք հավաքներ իրականացնելուց հետո արձանագրել ենք մի շարք դեպքեր, որ պետական ծառայության տարբեր ներկայացուցիչներ հավաքի մասնակիցներին ֆիքսել են, այնուհետև կանչել, զրույցներ վարել նրանց հետ, որպեսզի հավաքի մասնակիցները չունենան որևէ առնչություն կամ չմասնակցեն Միասնության թերերկուսակցության մյուս հավաքներին կամ Միասնության թերերկուսակցության հետ հանդիպումներին։ Ահա այս խախտումների, սրանք մի քանիսն էին ընդամենը օրինակներ, սրանց կոմուլյատիվ հետևանքներ, որ մենք ունեցանք ընտրության արդյունքները, որն արձանագրվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ մեր համոզմամբ հենց դրանք են ազդել ընտրության արդյունքների վրա ու այդ հիմքով է, այդ խախտումների հիմքով է, որ պետք է
ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեին ու նշանակվեր վերաքվեարկություն։ Այսքանը մեր դիմումի մասով։ Հիմա պարոն Գալստյանը երկու խոսքով նաև ընտրական հանձնաժողովի նիստին կանդրադառնա, այն խախտումները, որոնք տեղի ունեցան հենց բուն նիստի ընթացքում ու հնարավորություն կունենաք ձեր ցանկացած հարց տալ մեզ։